Կարելի էր գնահատել այն ժամանակը եւ այն համատեքստը, որի ընթացքում մենք կատարում էինք մեր այցը Ադրբեջան, որպես բավականին պասիվ հայ-ադրբեջանական գործընթացում, դա պայմանավորված է օբյեկտիվ հանգամանքներով, Հայաստանում ներքաղաքական զարգացումներ են տեղի ունենում, պատրաստվում են քաղաքական ուժեր ընտրությունների եւ բնականաբար ուշադրությունը արտաքին ուղղությունների նկատմամբ ավելի փոքր է, քան դա լինում է ավելի հանգիստ ներքաղաքական իրավիճակներում եւ երկրորդը մենք շատ լավ հասկանում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների վերջի ամիսների զարգացման առանցքը դա թրիփներ եւ թրիփի շուրջ, որքան գիտեք, կան որոշ դժվարություններ եւ բավականին անկանխատեսելի է, թե երբ հնարավոր կլինի առաջ անցնել այդ ծրագրի իրականացման տեսակետից։ Բայց որքան էլ այդ հանգամանքները իհարկե միգուցե կարող էին նվազեցնել կարևորությունը այցի, մենք համոզվեցինք, որ հետաքրքրությունը այցի նկատմամբ բավականին մեծ է եւ լրատվամիջոցների կողմից մենք բավականին ակտիվ շփվում ենք ադրբեջանցի լրագրողների հետ եւ անմիջապես մասնակիցների կողմից պիտի ասեմ, որ շատ ավելի հեշտ էր աշխատել, երբ որ մենք 5+5 ձևաչափով էինք, հիմնականում ճանաչում էինք իրար եւ ավելի ինտենսիվ էր զրույցը, երկխոսությունը։ Երբ որ 20+20 է, բնականաբար շատ ավելի բարդ է, բայց մենք համոզվեցինք, որ Ծաղկաձորյան հանդիպումից հետո, որը նույն ձևաչափով էր 20+20, մենք համոզվեցինք, որ նաև այդ ձևաչափով շփումները բավականին ակտիվ են, խորանում է համագործակցության նկատմամբ հետաքրքրությունը եւ ես կարծում եմ, որ երբ հայ-ադրբեջանական հիմնական ֆորմատը, պաշտոնական ֆորմատը ավելի ակտիվ կշարունակվի իմ նշած հանգամանքների հաղթահարման արդյունքում կլինեն նաև շատ կոնկրետ նախաձեռնություններ, որտեղ ներգրաված կլինեն այդ 20+20 ձևաչափում ներառված կոնկրետ կազմակերպությունները եւ անձիկ եւ շատ կոնկրետ թեմատիկ ուղղություններով նույնպես մենք կտեսնենք առաջընթաց եւ աջակցություն նաեւ պաշտոնական գործընթացին եւ դրա արդեն դրսեւորումները մենք տեսանք Գաբալայում, որտեղ անցնում էր հանդիպումը, երևի պետք է նշեինք, որ մենք փորձում ենք նաեւ աշխարհագրությունը ընդլայնել եւ առաջին երկու Երևանյան եւ Բաքվի հանդիպումներից հետո երկու հանդիպումները տեղի ունեցան ոչ մայրաքաղաքներում եւ դա նույնպես կարեւոր է իրար ճանաչելու տեսակետից։ Մի խոսքով բավականին դες զգուշավոր ակնկալիքներ, թե ինչին մենք կարող ենք հասնել, հաշվի առնելով իմ նշած համատեքստային հանգամանքները, ամեն դեպքում բերեցին բավականին լավատեսական պատկերացումներին, ինչպես ամեն ինչ կարող է շարունակվել։ Մթնոլորտը շփման, ասենք, ինտենսիվությունը առանձին մարդկանց միջև եւ ընդհանուր խմբերի միջև դրանք բավականին կրկնում եմ լավատեսության համար հիմքեր են տալիս եւ բնականաբար կա լուրջ հետաքրքրություն երկու կողմից էլ, որպեսզի գործընթացը նախաձեռնությունը շարունակվի եւ խորանա։ Ես չեմ ուզում անցնել կոնկրետ թեմաներին եւ կոնկրետ հարցերին, հուսով եմ ձեր հետաքրքրությունը կբավարարենք պատասխանելով նաեւ ձեր հարցերին։